կպատժվի արդյոք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Ով պետք է պահպանի Սևանի բնական պաշարները որսագողերից։ Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների խնդրանքով զուգահեռ է անցկացրել Գյումրիում եւ Գորիսում հնչած կրակոցների միջև։ Այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ որ կրկնվում է, բայց թե ինչ հանգամանքներն այդ դեպքերը ստացվում, դա երևի պետք է հաշվի առնենք, թե կոնկրետ որ կողմն է մեղավոր, ինչն էր հստակ պատճառը։ Երևանի տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հունիսի 2-ին Գորիսում հնչած կրակոցներին եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու հայտարարությանը։ Մենք ասած ինչ որ ծաղրացու դարել է մարզպետ եւ շարունակում է այդ ծաղրացողական եւ հայտարարությունն ծաղրացուի հայտարարություն է։ Արդեն դա ծիծաղ է առաջացնում։ Երանի թե քնած չլինեի։ Ռուսաստանից եւ Ուկրաինայից Հայաստան են եկել հենաշարժային խնդիրներ ունեցող 20 երիտասարդներ։ Նրանք իրենց 9-րդ մարաթոնը որոշել են անցկացնել մեր երկրում։ Մեկ շաբաթյա ծրագրի շրջանակներում է Հայաստանի պատմամշակութային վայրերի այցելությունը, հասարակական կազմակերպությունների հետ քննարկումները։ Այցը կազմակերպած երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Արուսյակ Պետրոսյանի խոսքերով ծրագրի նպատակը բնականաբար հաշմանդամություն ունեցող անձանց ինտերվյուն է հասարակություն։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այսօր տուգանել է Rich Computers ընկերությանը, որի գործողությունների մի մասը հակասում է իր իսկ գովազդին։ Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, մեր հանձնաժողովը առաջին հերթին այս գործունեությունը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության գործունեություն եւ երկրորդ որոշեց ուրեմն բարձր տուգանք նշանակել ընկերության նկատմամբ, խիստ պատասխանատվության ենթարկեց ընկերությանը եւ նշանակեց տուգանք հասույթի տարեկան հասույթի 1%-ի չափով։ Այսօր ազգային պատկերասրահում բացվել է թուրքահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը։ Ըստ թուրքագետ Աննա Պողոսյանի, արժեքները, որ այստեղ ներդրվել է, սա մեծ իսկապես մեզ համար, կարծում այստեղի հանրության համար մեծ ձեռքբերում է։ Հայաստանի հավաքականում հանդես եկող բրազիլացի Մարկոս Պիզելին գտնում է, որ մեր հավաքականը կարող է հաղթել Դանիայում հյուրընկալվելիս։ Մենք պետք է մոռացել ես ինչ անցավ լավ բան, մենք պետք է շարունակել, որ այդ երկու կապ վերջ աճոց տա։ Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում IFE-ի աշխատասենյակում։ Հայաստանի տնտեսական իրավիճակը նկարագրել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նա գտնում է, որ եթե Ռուսաստանը Միացյալ Նահանգները տեսնում է, որ ամեն տարի Հայաստանից տեղի է ունենում 1 միլիարդ դոլարի արտահոսք, ապա բնական է, որ կասեն, եթե նման գումարներ ունեք, ինչու դրանք չեք ծախսում։ Արամ Սարգսյանը կարծում է, որ այդ արտահոսքը Հայաստանից տեղի է ունենում նաև ապրանքի տեսքով, որի համար հարկեր չեն վճարում։ Իսկ դրսում ստացած եկամուտն էլ Հայաստան չի վերադառնում, կարծում է Դեմոկրատական կուսակցության ղեկավարը։ Այսօր ազգային ժողովում հայ-աղափական Դաշնակցություն խմբակցությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել։ Դաշնակցությունը առաջարկում է ստեղծել Նայրիդ գործարան փակ բաժնետիրական ընկերության գործունեություն ուսումնասիրող ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով։ Դաշնակցությունը իր առաջարկը գրավոր տեսքով արդեն ներկայացրել է ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրամյանին։ Երգահան Վահան Արծրունին կարծում է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կլուծվի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը, որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչ կապերի մեջ է նա։ Նա կարծում է, որ թիմ հասկացությունը բարոյական կատեգորիա է, իսկ մենք այս պարագայում գործ ունենք տնտեսական արա-աղբերական հարաբերությունների հետ։ Օրվա լրահոսը։ Սյունիքում հնչած հերթական կրակոցները, որի արդյունքում արձանագրվեց, եւս մեկ անգամ մեր քաղաքացիներին խորհելու տեղիք է տալիս։ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունը դատապարտելուն զուգահեռ մեր հարցման մասնակիցները արձանագրում են։ Տվյալ վարչակարգը իր մեջ հավաքել է այնպիսի տարերի, որոնք հենց իրանք իրենց մեջ բացել են պարունակում այդ վարչակարգը կործանելու։ Զանգեզուրի ժողովուրդը այսօրվա օրով գտնում է ֆեոդալական խանական ճնշման տակ։ Մեղավորների համար արժանի պատիժ պահանջելով հարցման մասնակիցներին չի բավարարում իր լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը։ Այդպես բան չեմ հիշում, որ ասենք այդ կարգի, այդ ռանգի մարդ ինչ որ եթե զանցան կարել, ինչ որ պատիշա արդարացի, ասենք որ բավարարի հասարակությանը։ Ուզեի առաջին հերթին բոլոր մեղավորները պատժվեն։ Ինչ որ պատիժ իհարկե կստանան, բայց այդ պատիժները չեն լինի համարժեք այն արարքներին, որոնք իրանք կատարել են։ Մինչ այս փակ դռների հետևում փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չհրապարակվող թեմաներից էր խոսում Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի եւ այդ երկու կառույցների ներկայացուցիչների հետ, Շիրակի մարզպետարանի բակում նրան տեսնելու ցանկությամբ հավաքվել էին
Գյումրու անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակիչները։ Քարուքանդեղած ջուրը վերևից կթափեն, կանալիզացիայից կթափվի մեր գլխին, այնտեղ որտեղ ապրենք մենք։ Ես կապրեմ 3-րդ մուտքում, մեր շենքի պալները կախեն գած, 8 տարի երեխա կա, մեղ չեն այդ երեխեքը։ Եթե որևիցե մի հատ վերադաս կկասկածե մեր սազներին, չեն հավատա, թող կան անձնեն, աշկերով իրանք տեսնին։ Եթե իրանք ընդունեն տեղ բնակելի շենք կա, մենք ներողություն կխնդրենք մեր քայլերի համար։ Քննարկումը մինչև վերջեր ԶԼՄ-ների համար մնաց փակ, հետո դռները բացվեցին, որ Արմեն Գևորգյանն ու հանդիպման մյուս մասնակիցները դուրս գային սենյակից։ Դուք բոլոր ձեր հարցերի պատասխան կստանաք։ Այս դրանից հարցերի եւ հստակ։ Պարոն փոխարչապետ, մասնավորապես կլենջեր հիզի մասին ես պիտի հարցնեմ, որևէ շինարարություն չի սկսվում մինչ օրս։ Ինչ պետք է տան Գյումրեցյան Օթևանին։ Պարոն Մարզպետ, խնդրում եմ։ Ստեցություն ձեզ։ Քսանհինգ տարի խապել են։ Ժողովուրդին տարել են մեյմունի տեղ։ Թալանին կերան լծին ջեբերը, հա, մի պերանը ճպծրա։ Գիտես որ ես ճիշտ կսեմ։ Գումարներ չկան դրա համար նախատեսված, երբ որ նախատեսված կլինեն, դրանց մասին ես կասեմ մարդկանց առանց վախենալու, առանց քաշվելու։ Իսկ հիմա ես խապել չեմ ուզում։ Այսօր այդ հնարավորությունը առայժմ չունենք։ Արցախյան ազատամարտի մասնակիցները հարգանք են պահանջում կառավարությունից։ Արժանապատվության խնդիր կա։ Սոցիալական ծայրահեղ վիճակում հայտնված ազատամարտիկների պահանջը կառավարությունը դեռ չի բավարարել։ Մինչ իրենց բարձրացրած խնդիրներին օրենսդրական լուծում տալը սոցիալական փաթեթի բավարարումը, այսօր նրանք երրորդյա նստածույց հայտարարեցին Ազատության հրապարակում։ Մարդավարի ապրենք։ Թոշակների բարձրացում ոչ թե անձնական, այլ ընդհանուր իմաստունամերը։ Նստածույց հայտարարած ազատամարտիկները շարունակում են պնդել, որ այսօր իրենց անվան տակ մարդիկ, ովքեր երբեք ռազմի դաշտում չեն եղել, ազատամարտիկի կոչում են ստացել եւ բարձր թոշակներ են ստանում։ 20 տարի էր ձեն չէինք անում, լավ, ասում ենք պետությունը քայքայված է։ Այսօր որ տեսնում ենք յուրաքանչյուր նախագահի, օլիգարխի, մյուսների տասնյակ մեքենաները, դրանց միլիարդների հասնող առանձնատները, բիզնեսները, մյուսները որ յուրաքանչյուր մեքենան վաճառեն, այսօր մի հատ Արարատի մարզում մի գյուղ կարան առնեն։ Որ չենք զոհվել, մեղավոր ենք։ 3 օր Ազատության հրապարակում անցկացնելուց հետո 5-շաբթի օրը ազատամարտիկները երթով կշարժվեն կառավարության շենք, վարչապետից պատասխան ստանալու։ Բնապահպանության նախարարությունը 2012 թվականի բյուջեն կատարել է 97.2%-ով, այսօր ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարարը։ Պատգամավորներին հետաքրքրեց ոչ թե հնչեցված թիվը, այլ Սևանա լճի ձկնապաշարների վիճակը, իսկ ինչ է արել նախարարությունը ձկնագողությունը կանխելու համար։ Որտեղ վերջերս ԱԱԿ-ին շահարկվեց, որ սիկ տեսակից Սեկտատեսակները մեր հանրապետությունով մեկ վաճառվում են։ Պատգամավոր Վահագն Մասխուդյանը Գեղարքունիքի մարզից է եւ քաջատեղյակ է Սևանի խնդիրներից։ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կասկածի տակ չդրեց պատգամավորի տեղեկացվածությունը։ Ձկների մասին էլ բավականին մեծ ինֆորմացիա ունեք, պաշտոնապես հայտարարում եմ, արդեն 7 տարի է որևէ թույլտվություն չկա արդյունագործական որսի, մասնավորապես սիգի համար։ Սիգը կարմիր գրքում ներառված չէ եւ ձկնագողության փաստերը նախարարը չի հերքում, սակայն վստահեցնում է, որ ամեն ինչ արել են այն կանխելու համար։ Աշխատել ենք եւ շուկաներում, եւ տեղերում, եւ ցանցեր ենք արգրավել։ Արամ Հարությունյանը մտորել եւ ձկնագողերի դեմ պայքարի մեկ այլ մեթոդ է գտել։ Նաեւ լինի գաղափարական, բացատրական, որ մարդկանց հոգեբանությունը փոխեն։ Քանի որ նախարարի հիմնական հարցոպատասխանը այսօր ծագումով Մարտունեցի պատգամավոր Վահագն Մասխուդյանի հետ էր, ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը կես կատակ նկատեց, որ այնպես են անում, որ միայն Մարտունեցիք ձուկ ուտեն։ Այո, ապարանցիք չեն ուտի։ Ախթալայի պոչամբարը Հայաստանում մեկնային խնդիրներից, որը լուրջ վնաս է հասցնում ինչպես բնությանն, այնպես էլ մարդկանց առողջությանը։ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան ընթരാճ բնապահպաններն այսօր հիշեցնում են։ Իրենք դեռևս 2 տարի առաջ էին ահազանգել։ Ախթալայի գետակում ծանր մետաղների քանակությունը նորմայից բարձր էր 900 անգամ։ Իսկ ջուրն էլ օգտագործվում է ոռոգման համար, հետո դա գալիս է դեպետ ու ուրեմն շարունակվում է։ Եվ ամբողջ փաստորեն շրջակա միջավայրը կարելի է պատկերացնել աղտոտվածությունը։ Այսօրվա տվյալներով թեև գետակում ծանր մետաղների քանակությունը նորմայից բարձր է 80-ից 90 անգամ, ըստ բնապահպանի դա չի նշանակում, որ ամեն ինչ կարգավորվել է։ Այն ուսումնասիրությունները, որոնք արվել են, արդեն ցույց են տալիս եւ հողն է աղտոտված շրջակայքում, այդ ամբողջ տարածքի ոչ միայն Ախթալա, ավելի ներքև նաեւ Ալավերդի եւ բուսականությունը եւ գյուղատնտեսական մթերքները
Կանաչ տարածքների խնդիրը մեր երկրում եւս առաջնային է։ Տիեզերքի տվյալները ցույց են տվել, որ 1990-ից 2010 թվականներին միայն Երևանը կանաչ տարածքների 60-ից 70% կորուստ է ունեցել։ Պատահական չի, որ մեզանում ուրեմն օծերի, կարիճների քանակը խիստ աճել է, որովհետև ակնհայտորեն մենք վերադարձրել ենք իրենց կիսաանապատը։ Վերջին 10-15 տարիներին Գորիսում եւ ընդհանրապես Սյունիքի մարզում բազմաթիվ սպանություններ եւ հանցագործություններ են տեղի ունեցել։ Դրանք չեն բացահայտվել, քանի որ այս կամ այն կերպ կապված են եղել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, նրա հարազատների կամ շրջապատի հետ։ Օրվա գլխավոր թեման։ Լրագրող Աննա Իսրայելյանը լավ գիտի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ մեր քաղաքական ու դատական համակարգը հազիվ թե վերջին սպանության համար մարզպետին պատասխանատվության ենթարկեն։ Եթե այսքան ժամանակ մարսել է, իսկ ինչի հիմա պիտի խանգարի, որ հիմա չմարսի։ Ըստ լրագրողի Սուրիկ Խաչատրյանը մարսել է 16-ամյա դպրոցականին անձամբ ծեծելու փաստը, մարսել է Գորիսի անրախանութում եղբոր մասնակցությամբ աղջիկ բռնաբարելը, մարսել է գործարար Սիլվա Համբարձումյանին ոտքով եւ ձեռքով խփելը, մարսել է 30-ամյա երիտասարդի սպանությունը իրականացված եղբոր տղաների ձեռքով։ Պատասխանատվության ենթարկվեց եղբայրներից ընդամենը եղբոր որդիներից ընդամենը մեկն էլ ազատազրկումը հիմնականում բանտային հիվանդանոցում էր անցկացնում եւ վաղաժամկետ էլ ազատ արձակվեց։ Խմբագրությունում Տիկին Իսրայելյանը ցույց է տալիս 5 տարի առաջ մարզպետի առաջին աղմկահարույց հանցագործության մասին լուրը։ Մարզպետը ծեծել էր 16-ամյա մի դպրոցական տղայի, վարչապետը ծառայողական հետաքննություն նշանակեց եւ անձամբ հերքեց ակնհայտ դեպքը։ Վարչապետն անձամբ ասաց, որ ոչ թե մարզպետն է ծեծել ինչ-որ տղայի, այլ այդ տղան ծեծել է մարզպետի որդուն։ Եթե վարչապետը հավատում է, որ Սյունիքում որևէ մեկը կարող է ծեծել մարզպետի որդուն եւ դրանից հետո ողջ մնալ, դա իր խնդիրն է։ Ոչինչ չենք կարող անել, վայելեք ուրեմն ձեր մարզպետի հետագա քաջագործությունները։ Հետագա քաջագործություններին ազգային ժողովի քարոզարշավի օրերին առնչվել է падգամավոր Զարուհի Փոստանջյանը, վերջինս չի ուզում հիշել, թե ինչպես իրեն պահեց Սուրիկ Խաչատրյանը, այդ մարդը հայոյել եւ վիրավորել է կնոջը։ Վերջին դեպքի առնչությամբ փաստորեն գործն ավարտվել է մարդասպանությամբ։ Սուրեն Խաչատրյանը պետք է վերցված լինել կալանքի տակ։ Տիկին Փոստանջյանը կարծում է, որ չկալանավորված մարզպետը կարող է ազդել նախաքննության վրա, ի վերջո գործին խառն է նաև որդու մատը։ Կալանավորման համար падգամավորին բավարար է թվում նաև մարզպետի տնից զենք զինամթերքի հայտնաբերումը, նաև այն, որ մարզպետն անձամբ է հայտարարել, թե եթե արթուն լիներ, անձամբ կկրակեր, մինչդեռ նույնիսկ մեղադրանք չկա։ Եթե նրան չեն կալանքի տակ վերցնում, մեղադրանք չի առաջադրվում, ապա նրա հովանավորը ես կարծում եմ հենց Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանն ըստ падգամավորի չի կարող ազատվել Սուրիկ Խաչատրյանից, քանի որ կկորցնի Սյունիքի մարզի կառավարումը, կկորցնի վախի մթնոլորտը, որը մարզպետի շնորհիվ իշխում է ամբողջ մարզում։ Այլ կերպ փաստորեն մարզում կարգ ու ըստ իրենց պատկերացումների, Սերժ Սարգսյանի պատկերացումների, իր իշխանությունը ինքը չի կարող բանեցնել։ Հարկատուների փողերով աշխատավարձ ստացող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ նա չի կատարելու իր պարտականությունները ժամանակավորապես։ Մյուս կողմից պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ ձերբակալվել է մի տիկնապահը այդ մարզպետի, իսկ վիրավորվել է մյուսը։ Չնայած այդ մարզպետին չի հասնում ոչ մի տիկնապահ։ Իրավիճակը իրոք հետաքրքիր է։ Ամեկ պլյուսի հյուրասրահում է ՍԴՀԿ կենտրոնական վարչության համակարգող գրող հրապարակախոս Գուրգեն Եղիազյանը։ Պարոն Եղիազյանը, ինչպես եք մեկնաբանում այս իրավիճակը։ Գիտեք, Հայաստանում ինչ-որ մի վիճակ մեկնաբանել, մի ինչ-որ վիճակի ասել լավ կամ վատ կամ մեկնաբանել, ուղղակի համարում եմ թյուրիմացություն։ Ոչ մեկը սա չի կարող մեկնաբանել։ Ինչ է նշանակում մեր գումարների հաշվին, մեր հարկերի հաշվին վարձակալած չինովնիկը ինքնական որոշում է եւ ինքը հայտարարում է, որ նորին բարեծննդությունը այս պահից դադարեցնում է իր գործունեությունը։ Ու վերևների հետ համաձայնեցրել։ Հա, այն վերևների հետ էլ այդ իր վերևում էլ այն ավշորային գոտու հայտնի եւ ձեր ոսկին մխսող Տիգրան Սարգսյանն այդ վերևները, իսկ նա վերև Սերժ Սարգսյանն է։ Այդ վերևները նրանք էլ համաձայնվում են, այսինքն այդ մարդիկ էլ գաղափար չունեն, Հայաստանում օրենք կա, օրենք չկա, այս մարդը ով է, ինչ կարգավիճակ ունի։ Պարոն Սարգսյան, դու ես սրան, այս վարչապետ, այդ դուք եք սրա տերը։ Եթե դուք սրան կարգի չհրավիրեք, չասեք այդ տղա ջան, այդ մենք կորոշենք, դու կմնաս, չես մնա, այդ իրանց որոշելու հարցն է, խնդիրն է, ոչ թե լիսկայի, որը որոշել է, որ ինքը որ չխանգարի, սրա խանգարը չխանգարելը մի հատ օպերի խնդիրը, մի հատ օպերի ձեռքերը ազատում են եւ սա պատասխան տալի մինիմում 3 հանքի համար, մի այդ
միլիարդները ոնց է աշխատել եւ ինչ գումարներով այդ թիկնաձորը պահում, որը terror-ի ահաբեկչության ենթարկում մի ամբողջ մարս։ Դեռ սրա մասին պետք է խոսանք, բայց մաֆիան որոշել է, որ մի հատ նայի հասարակության կարծիքը, տեսնա հասարակությունը ինչպես կարձագանքի։ Եթե արձագանքեցինք, նա պատասխան կտա։ Եթե չարձագանքեցինք, ապա ասեմ ձեզ, մի 6-7 ամիս հետո որդին դուրս կգա, շատ արագ թիկնապան դուրս կգա, կպարզվի, որ այս եղբայրները գնդապետը հարբած է եղել, սուտը հարբած չի եղել, արդեն դա ապացուցված է, որ մարդի երեխաների հետ իր տանն է եղել։ Ինչևից է, այս ամբողջը ինձ նմանացնում է, միշտ այդ օրինակը բերում եմ, մեր եկրեց զուգահեռ եմ տանում։ Ոնց որ ասենք, թե Օսվենցիմի պարետը մեկին սպանել է։ Որտեվ ձեզ ասեցի, մի շատ պայծառ կին համացանցում դրած է նրա ելույթը, ասում է հետևյալը, որ Գորիսում գաղտնի սգում են։ Այդ Օսվենցիմն է Գորիսը։ 37 թվականին, երբ որ վերցնում էին մեկին հայտնի շենքից, Ուդարնի կինոթատրոնի վերևի շենքից, հարևանները լաց էին լինում 37 թվականին, այստեղ Գորիսում 21-րդ դարում սգում են պարոն Սերժ Սարգսյան, ձեր պահած, հովանավորած, ձեր 95% ապահովող մարդ է այսօր, փաստորեն, պետք է գնդակահարվելը, Գորիսիկ չեն կարող սգալը, ողբալ, որտեվ պետք է գաղտնյան են, որ լիցկան ու իր բանդան չտեսնա, որ վաղը հաշվի արդար չնստի։ Լավ, հասկացանք, այդ 95%-ը նկարեցին արդեն, ազատեք դրանցից, մի ամբողջ համայնք, մի ամբողջ մարզ, անհարմար է, այդ ձեր շրջապատի մարդիկ հեստ իմ մարդ սպանեն, ոնց է լինում, որ ով որ մարդ է սպանում, ձեր շրջապատից է լինում, մատ ձետ հարցը ձեզ տվել եք, որպես առաջի դեմ, որպես հանրապետության նախագահ, բարով խերով իբր թե ընտրվել եք, մատ հարց տվեք ձեզ, ոնց է լինում, ուրեմն այսօր Գյումրիի դեպքերը դեռ հարյունության քննության առարկա են, 20 րոպե շարունակ ոստիկանությունից մի քանի մետրի վրա մարտեր են ընթացել, մարտը մարդու տան վրա այնքան են կրակի, մինչև դուրս է եկել իրան են գնդակահարել։ Հասկացանք, դա Ղուկասյան ընտանիքը կատարեց, որովհետև ձեր ձայների ապահովողներ Գյումրիում։ Հասկացանք, բայց լավ, դաշ չեղավ դեր ՀԿ-ի ամբողջ այդ Պավլիկ Մարոզովյան թևի համար, մնացած թևի համար, որ ասեք մի հատ հավաքվեք այդ Մարոզովներով, բաներով, որոշեք, ասեք, լավ, ով որ մարդ գնդակարի, պետք է ՀԿ-ից լինի։ Բավական է, էլի, այս ժողովուրդը համբերություն ունի, չէ՞։ Մի օր կլսնեք այս բաժակը, կզզվացնեք, խերը կտեսնեք։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ գրող հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը։ 2012 թվականին պետական բյուջեից ֆինանսական օգնություն է տրամադրվել 1992-94 թվականներին ադրբեջանական կրակահերթից տուժած Տաուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Բնակիչների ասելով իրենք ստացել են 200, 400 և 800 հազար դրամներ, սակայն վստահեցնում են, որ այդ գումարը արդար չի բաժանվել, քանի որ ավելի մեծ գումար ստացել են այն բնակիչները, ում տները այնքան էլ չեն վնասվել։ Մեր մարզային լուրերը։ Երեք ավելի քան 40 րոպե անդադար կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնախբյուր, Լեռնակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթահանկով, Ջրափի, ինչպես նաև Աշոցքի և Ամասիայի մի շարք համայնքներում։ Կարկուտը մեծ վնաս է պատճառել բանջարաբոստանային կուլտուրաներին, ցանքատարածություններին։ Ծլարձակած գարին, ցորենը, կարտոֆիլը հողին են հավասարվել։ 3.5 մոտ էր, սկզբից փոքր հադիգներով Մեկ 10-15 րոպե անցավ ու սկսեց արդեն խոշոր հադիկներով մոտավորապես մինչև 4-10 րոպե տևեց 40 րոպե հնարավոր չէր սենք դուրս ելնել Ծաղկացը ցոգոլես դե արդեն լրիվ ջարդու է թափվել գետին 7 հեկտար աշնցան ունեմ 5 հեկտար գարնանացան ունեմ իսկ հիմա ոչինչ չի մնացել Գյուղացիների օգնությունն են կերնում երկու տեղ կոնե հակակարգտային այդ կայաններից տեղադրեն որը գիտեմ որ անհնարին է, որովհետև չեն էլ օգն է, ծայրամասային գյուղ ենք, տերելնող չկա,
Կառավարությունը համայնքային բյուջեների միջոցով եւ բարերարների օգնությամբ տարբեր գյուղերում հակակարկտային կայաններ է տեղադրել։ Որոշ համայնքների համար կայանները օգտակար են եղել, սակայն Շիրակի մարզում կան գյուղացիական տնտեսություններ, որոնք շարունակում են էապես վնասներ կրել կարկուտից։ 90% կարգդաբեր ամբերը մարզ են ներթափանցում Հայաստան-Թուրքիա սահմանի երկարությամբ, սկսված Ամասիայի տարածաշրջանի, այսպես ասած, առաջի ուղեկալից սկսած, մինչև վերջանում էր 20-րդ ուղեկալով Բագրավան համայնք, մինչև հակակարգտային կայանքների տեղադրումը այդ համայնքներում ուրեմն վնասը հասնում էր ամեն համայնքում գրեթե մոտարապես 500 միլիոն, 600 միլիոն դրամի։ Այդ տարի, որ մենք տեղադրեցինք հակակարգտային կայանքները, այդտեղ վնասը իջավ գրեթե 10 անգամ պակաս։ Այստեղ կարգուտ ավելի վատ է, քան ստաշվում ենք ուրիշ տեղերին։ Այստեղ գալիս է հավգդի չափ։ 2006 թվականին հիմնադրված ACMA բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանի տարբեր գյուղական համայնքներին շարժական հիվանդանոցներ է նվիրել։ Առաջին անգամ այն գործարկվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Գերմանացի ընկերները իմանալով այս ծրագրի մասին ցանկացան, որ այս մոբիլ կլինիկան նվիրեն եւ իրենք էլ եկել են, որ մեզ սովորեցնեն նաեւ սկսենք աշխատել մոբիլ կլինիկայով։ And if the ACMA goes with this toilet, այս շարժական կլինիկան ACMA-ին հնարավորություն է տալիս գյուղից գյուղ գնալ եւ ցուցաբերել բժշկական տարբեր ծառայություններ։ Սա այնքանով է լավ, որ ունի բոլոր պայմանները հիվանդներին սպասարկելու համար։ Շարժական հիվանդանոցում մասնագետները ավելի դժվարությամբ են աշխատում, քանի որ այստեղ պայմանները ինչքան էլ լավը լինեն, հիվանդանոցային պայմաններին չեն կարող գերազանցել։ Այստեղ մենք առավել չափով ենք գործի դնում մեր մասնագիտական հմտությունները։ Դուք ինչ եք ուզում որ ասեմ, կլինեն ձերբակալություններ, հարցաքննություններ, բայց դրանից գնահատական չի ձևավորվի։ Որ ես իմանամ, թե դուք ինչ եք ուզում որ ասեմ, կասեմ։ Բա որ չեմ իմանում, թե ինչ եք ուզում որ ասեմ, ինչ ասեմ։ Կհանդիպենք վաղը